ամենահաճախ տրվող հարցերից մեկը ինչպես չենթարկվել պրովոկացիայի։ Ու կարծում եմ, որ ենթարկում են պրովոկացիայի շատ շատերս, բայց կառաջարկեմ հետևել այս հոլովակին, հետո կբացատրեմ իմաստը սիրելիներս։ Իմաստը կայանում էր նրանում, որ տեսանյութում գրակը փորձում էր այրել սառույցին, ինչը որ չստացվեց, սառույցը դիմակայեց եւ գրակը ոսկլ տալով հանգչեց։ Ինչ է ուզում ասել այդ հոլովակով հարակը։ Սիրելիներս, եթե դիմացինը փորձում է ձեր թույլ տեղերով, ձեր ցավոտ հատվածներով ձեզ ցավեցնել, ուղղակի համբերատար, առանց որևիցե մի ռեակցիայի, լսեք, թեթև ժպտացեք եւ շարունակեք ձեր ճանապարհը, հավատացեք։ Դիմացինը, ով փորձում է ձեզ ենթարկել պրովոկացիայի, մի օր իր այդ գրակով այրվելու է, իսկ հոլովակում սառույցը մնաց այնպես, ինչպես որ կար։ Եթե մենք փորձենք մնալ կայուն, ներս չթողնել այդ ցավոտ ինֆորմացիան, որը որ փոխանցում են մեզ, փորձելով մեզ ցավեցնել, հավատացեք, ոչինչ չի կարող մեզ հետ պատահել եւ չենք ենթարկվի պրովոկացիայի։ Անպայման եղեք ձեր մտքերում կայուն, սիրելիներս, հնացեք բարով եւ խաղաղությամբ։